надеюсь, что по итогам сегодняшних переговоров нам удастся решить конкретные вопросы. 21 օր առաջ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայել Միշուստինի հետ հանդիպմանը հույս հայտնեց. միասին կլուծենք կոնկրետ հարցեր։ 21 օր անց, սակայն հայ-ռուսական հարաբերություններում որևէ կոնկրետ հարցի լուծման մասին տեղեկություն չկա։ Փոխարենը նոր խնդիրներ են ավելացել եղածներին՝ ծաղիկի, լոլիկի, ծիրանի, ելակի, կեռասի, բալի ու այլ մրգերի արտահանման արգելքին զուգահեռ Միշուստինի հետ հանդիպումից հետո դրանց շարքին ավելացան ձկնամթերքի ու օրերս էլ կաթնամթերքի արտահանման սահմանափակումները։ Տեղ են տարել կերպներին, ցմփ։ Հայ-ռուսական հարաբերություններում տնտեսական լարվածությունը ոչ միայն չի թոթափվում, այլ գնալով խորանում է։ Ռուսաստանը կարծես նահանջելու նպատակ չունի։ Հայաստանում շարունակում են եվրոպական շուկաներ փնտրել, անգամ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ստիպված եղավ ծիրանի ջեմ պատրաստել, բայց գյուղմթերք արտադրողների սրտին դրանք մխիթարանք չեղան։ Դաշնում լոլիկն է փչանում, ծիրանը արգղերի մեջ, ծաղիկները սուպերմարկետներում։ Մենք այսօր անկախ ենք, քան երբևէ ինքնիշխան ենք, քան երբևէ պետություն ենք, քան երբևէ եւ թույլ տվեք ասել անվտանգ ենք, քան երբևէ։ Մինչև 2030 թվականն այս վիճակը կձգվի, կարծում է տնտեսագետ Գագիկ Մակարյանը, ու Հայաստանի տնտեսության համար այս տարին կորսված համարում։ Ըստ տնտեսագետի, եթե այսօրվանից սկսենք լուրջ զբաղվել եվրոպական շուկաներին համապատասխան ստանդարտներով արտադրանք մշակել, 4-5 տարի հետո միայն կարող ենք որոշակիորեն կայանալ այդ շուկաներում։ Այստեղ շատ լուրջ աշխատանք ունի կատարելու Սփյուռքի հանրակատարը եւ Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է շատ լավացվեն, բայց այդ հարաբերությունները վերջի տարիներին հակառակը։ Սփյուռքի հանրակատարի ինստիտուտը այդ կառույցը չգիտես ինչու կոնֆլիկտներ վեճերի մեջ մտավ տարբեր պատճառներով, ընդհատվեցին այդ հին տրադիցիոն լավ հարաբերությունները։ Ինչու, որտեվ հայկական Սփյուռքին բացատրել պետք չի, որ սա նույն կոնյակն է։ Ինքը նույնիսկ Armenian brand-ին կգնի որպես կոնյակ իր մտածողության մեջ եւ դրանով կարող է սպառմանը խթանել։ Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին վերջին շրջանում ավելի հաճախ է քննարկվում գազի հնարավոր բարձրացման հարցը, որը փորձագետների բնորոշմամբ կկոտրի Հայաստանի տնտեսության ողնաշարն ամբողջովին։ Դա ոչ միայն շղթայական թանկացումների կբերի, այլև շատ ընկերություններ կկանգնեն փաստի առաջ։ Այս համատեքստում բավական ուշագրավ էր օրերս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի այցը Իրան, որտեղ քննարկվել էր իրանական գազի ծավալներն ավելացնելու, ինչպես նաև էներգետիկ ոլորտում առևտուրը ընդլայնելու հարցերը։ Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս շուտ ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի էներգետիկ համագործակցության զարգացման նոր ուղղությունների ուսումնասիրությամբ եւ համատեղ նախաձեռնությունների մշակմամբ։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել էին, որ աշխատանքային խումբը կկենտրոնանա գազի առևտրի վրա։ Իդեպ Իրանի նավթի նախարարը Խուդատյանի հետ հանդիպմանը հիշեցրել էր, որ երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում գործող գործընկերությունը հիմնված է գազ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման համաձայնագրի վրա։ Արդյոք Իրանից մատակարարվող գազի ավելացումը փաստում է Փաշինյանի իշխանությունը մտահոգություններ ունի, որ Ռուսաստանը կարող է նաև գազի գինը թանկացնել ու հարկավոր է այլընտրանքային տարբերակ գտնել։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանը չի կարծում, որ այս փուլում Ռուսաստանը կգնա այդ քայլին, բայց եւ Հայաստանի գազի մատակարարման այլընտրանքային երկիր է համարում ոչ միայն Իրանին, այլև Թուրքմենստանին։ Դա Ռուսաստանը դա չի շտապի անել, որովհետեւ Ռուսաստանը բոլոր դեպքերում իր լծակներից չի ցանկանա զրկվել։ Մթերքների մասով ինչքան քաղաքական է, նաև տնտեսական էլ կա։ Ես ասեմ, որ որակի առումով ես համաձայն չեմ շատ տարբեր մասնագետների, որոնք միայն փորձում են այս խնդրը դարձնել քաղաքական։ Իդեպ մեկ շաբաթ առաջ էլ Իլհամ Ալիևը եւս ցանկություն էր հայտնել Հայաստանի համար վառելիքի հուսալի աղբյուր դառնալ։ Այս հայտարարությունը քաղաքական շրջանակում սակայն որակվեց Հայաստանը Ադրբեջանից կախվածության մեջ գցելու Ալիևի հերթական փորձ։